Պարոն Աղազարյան, նայեք, օգոստոսին, երբ Վաշինգտոնից ստորագրվեց այդ փաստաթուղթը, հետո Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը 99 տարով, այսպես Թրամփի ուղին եւ այլն, ձեռք է բերում անկախություն եւ ինքնիշխանություն։ Հիմա, երբ այսպես Ամերիկան ըստ էության Իրանի դեմ այնինչ նախատեսել էր չհաջողվեց, դուք այդ ճանապարհի կառուցումը որքանով եք իրատեսական համարում, Իրանի կողմից խնդիրներ կլինեն, չնայած այն ժամանակ էլ անդադ ասում էին, որ չենք հանդուրժի երրորդ ոչ տարածաշրջանային երկրի ներկայությունը, ինչպես եք այս ճանապարհի ճակատագիրը պատկերացնում։ Նախ ես վստահ եմ, որ Իրանի երեսական ժողովուրդը, մեզ եղբայրական ժողովուրդը կդիմակայի ամերիկա-իսրայելական, անմարսկային, բարբարոսական քայլերին, էդի մի կողմ։ Երկրորդը, ենթադրենք, թե Աստվածաշնչի չդիմակայի եւ Իսրայելը հասնի իր նպատակին։ Իսրայելի բուն նպատակը Իրանի Իսլամական Հանրապետությունը մասնատելն է։ Այսինքն, եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը մասնատվում է, մենք գիտենք ինչ միավորներ են առաջանում, հետո չկա Տրամփի ուղի, իմաստը չկա։ Իսկ իմ ցանկությունը որ կայանա, իմ համոզմունքս որ կայանա եւ Իրանի Իսլամական ժողովուրդը դիմակայի այդ բարբարոսական միջամտությանը, ապա այդ դեպքում նույնպես դա արդեն բանը կդառնա ոչ արդիական։ Այսինքն հետեւաբար այդ 99 տարվա խաղաղությունը փաստորեն փշրվեց մի քանի օրերի ընթացքում։ Դրա համար երբ որ այդ Թրամփի ուղի նախագիծը երբ որ շրջանառության մեջ դրվեց, այնտեղ կար մի հատ վտանգավոր կետ։ Եթե այդ կետը այդպեսին չլիներ, ապա մենք հանգիստ կարող էինք խոսել եւ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ, եւ նաեւ Ռուսաստանի հետ, եւ նաեւ ուրիշ պետությունների հետ ցույց տալու համար, որ դա մեր պետության շահերից է բխում, որ կետի մասին է խոսքը։ Կա կետ, որ կողմերը կարող են իրենց մասնաբաժինը տրամադրել, վաճառել, տարել, չգիտեմ ինչ անել երրորդ կողմի։ Սա անթույլատրելի կետ է, որովհետեւ եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը, եւ Ռուսաստանը, եւ Վրաստանը, եւ Մոզամբիկը գիտեն թե երրորդ կողմը որն է։ Այո, հետեւաբար դա անընդունելի է Ադրբեջան կամ Թուրքիա, բնականաբար, էլի մեծ խիլ չի պահանջել։ Եթե այդ կետը չլիներ, այսինքն արգելվեր, որ կողմերը երրորդ կողմի կարողանան վաճառել, այդ դեպքում մենք հանգիստ կարող ենք եւ Ռուսաստանի հետ խոսել, եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ խոսել, եւ ցանկացած մեկի հետ խոսել, ասել դա մեր տնտեսական շահից բխող առաջարկությունն է եւ մեր որևէ երրորդ կողմ չի կարող լինի։ Դա գրեթե հավասարազոր է այն իրավիճակին, որ Տրամփի ուղի մասնակից լինի Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Հայաստանը։ Համարժեք բաներ կլինեին եւ մենք ուժեղ կլինեինք։ Բայց բոլոր դեպքերում հիմա ես կարծում որ դա այդ հարցը արդեն երևի թե օրակարգում չկա։ Գևորգ Պապյանն ասում է, եթե մենք չլինենք, թրիփ չի լինի։ Հիմա ինչ կլինի։ Չէ, Գևորգ Պապյանը չի ասում, եթե մենք չլինենք, խաղաղություն չի լինի, չէ՞։ Չէ, նա դեռ ասում է, եթե մենք չլինենք, թրիփ չի լինի։ Ինչ-որ բաներ չեն լինի։ Դե դա շատ սխալմոտեցում է, դա վարչապետից սկսեց փաստորեն, որտեղ վարչապետը ասաց, որ եթե ինքը չվերընտրվի, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի։ Դա բանը անթույլատրելի մոտեցում է, որովհետև այստեղ առաջ է գալիս շատ հասարակ էլեմենտար մի վերլուծություն։ Օրինակ, վարչապետի մասին խոսենք, որ տարածվում է նաև Գևորգ Պապյանի վրա, էլի։ Ասում է, եթե ես չեմ վերընտրվեմ, ապա պատերազմ կլինի։ Պատերազմը բնականաբար մենք գիտենք հրահարողը ով պետք է լինի։ Ադրբեջանը։ Ադրբեջանը ինչի պիտի պատերազմի, ինչի բերի իր երիտասարդներին զոհի թեկուզ 1-ին 10 հարաբերությամբ, օրինակի համար։ Ինչ-որ բան պետք է ստանա, ճիշտ է, այդ պատերազմի արդյունքում ինչ-որ բան պետք է ստանա։ Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվում, պատերազմ չի լինում, տրամաբանական է, որ ես ասեմ, որ այդ դեպքում Ադրբեջանը այդ ինչ-որ բանը ստանում է առանց պատերազմի։ Եվ այդ օրինակի համար, այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան, օրինակի համար։ Սա իմ համար Հայաստանի վերջի սկիզբն է լինելու։ Օրինակի համար ենթադրենք թե այդ ինչ-որ բանը դա է, ենթադրենք մի պահ։ Հիմա եթե ինքը դրան հասնելու է առանց պատերազմի, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում այդպես կանի, բայց
Եթե իմ դատողության ես տրամաբանություն եմ ասում, կարելի է մեծ համաձայնել, կարելի է չհամաձայնել, բայց եթե ես գտնում եմ, որ օրինակ ադրբեջանցի փախստականների վերադարձը դա Հայաստանի վերջի սկիզբն է, որպես պետականություն, ապա Նիկոլ Փաշինյանի դեպքում մենք ոտք ենք դնում Հայաստանի վերջի սկզբի առաջի քայլն ենք անում, իսկ եթե Նիկոլ Փաշինյանը չի վերընտրվում, այլ ուժեր են ընտրվում հավանական Աստվածաշարի պատերազմի դեպքում մենք հնարավորություն ենք ունենում վերջի սկիզբը ոտք չդնել։ Հետևաբար տրամաբանությունը ո՞րն է, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, տրամաբանություն չկա։ Պարոն Աղազարյան, ձեր կարծիքով Ալիևի ու Փաշինյանի հաշվարկը վերջո գլոբալ առումով ո՞րն է Վաշինգտոնում այսպես պայմանավորվածություն հայ-ադրբեջանական խաղաղության Ռուսաստանին եւ Իրանին այս տարածաշրջանում թույլատնելու, դա էր այդ հաշվարկը, որտեղ այսպեսի Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու եւ Իրանի Իսլամական Հանրապետությանը թույլատնելու, մեկուսացնելու համար, բնականաբար, դա հիմնական հաշվարկը եւ Եվրոպայի եւ Ամերիկայի հետ ակնհայտ է։ Հիմա երբ Իրանը այսպես ըստ էության դիմադրեց, դեռ դիմադրում է, ինչ կարող եք ասել, որ նրանք այլևս այս Ուրեմն Իրանի Իսլամական Հանրապետությունը հերթական անգամ հայ ժողովրդին օգնեց չունենալ տարածքային լուրջ կորուստներ նաև Զանգեզուրի, այսպես կոչված միջազգի տեսքով կամ Զանգեզուրի ինչ-որ հատվածի տեսքով, փաստորեն մենք հիմա գտնվում ենք այդ իրավիճակում եւ ես կարծում եմ, որ դրա համար մենք պետք է աղոթենք բոլոր աստվածներին, որ հերոսական ժողովուրդը դիմակայի, ինչպես ասացի, այդ բարբարոսությանը, անմարդկային բարբարոսությանը։ Պարոն Աղազարյան, ինչպես է գնահատում նախընտրական իրավիճակը, օրինակ վարչապետը անընդհատ ինչ-որ հոլովակներով վիրավորում է իր մրցակիցներին, այսօր նաև բոմժ ասաց, որ մինչև տարվա վերջ միլիարդատեր Սամվել Կարապետյանին բոմժ կդարձնի, անգրագետ է։ Պարոն վարչապետը շատ բարերի իմաստ լավ չի պատկերացնում։ Կարելի է միլիարդատեր լինել, բոմժ լինել, կարելի է ոչ մի կոպեկ չունենալ եւ շատ ուժեղ մարդ լինել։ Այսինքն այդ տերմինների բանն էլ ինքը մի քիչ խառնում է իրար։ Հիմա թեման ինքը այդ գնահատականները այդպիսի արտահայտություն ինչի անում, դա բնականաբար այն մարդու արտահայտությունը չի, որ վստահ է, որ 2/3 ձայն պետք է հավաքի, հետեւաբար ինչ-որ իմաստով խոճապային տրամադրություններ է, ես երեկ էլ ազգային ժողովում այդ հայտնի չարաբաստիկ օրենքը, որ ընդունվեց, օրենքի բովանդակության իսկ կողմ է ընդորում, բայց որ երկու ամիս առաջ ընտրություններից դա անթույլատրելի է։ Այդ օրենքը, որ ընդունվեց, ես ելույթ ունեցա եւ ասացի հետեւյալը, որ այսօր ընդդիմության առաջատար ուժը մեր ձևովն է, բայց մեր ձևով շարժումը կամ իր շուրջ հավաքված մեր ձևով շուրջ հավաքված ուժը ճիշտ ճանապարհով չի գնում։ Ինքը չի հասնի, եթե սա շարունակես ֆինիշին չի հասնելու, որովհետև եթե ինքը հասնի ֆինիշ, ես նկատի եմ հունիսի 7 եւ քվեարկվի, ապա հավաքական ընդդիմությունը հաղթանակ է տոնելու։ Իսկ եթե մեծ ձևով շարունակես, ինքը ֆինիշին չի հասնելու։ Հետեւաբար մենք ասեմ 2 ամիսա, 3 ամիսա առաջարկություն է կարելի հստակ առաջարկություն, որը գրեթե ապահովում է մեծ ձևով շարժման իշխանության գալը։ Եվ եթե մեծ ձևով շարժում, ես շանտաժ չեմ անում, էլի, կներեք, մենք փոքր ուժ ենք, եւ հետեւաբար մեր բանը խոսակցական պիտի մի քիչ ուրիշ լինի, որ վերջը տեղ հասնի իրանց այդ երիտասարդ անփորձ ուղեղների մեջ մտնի։ Հետեւաբար եթե իրանք մեր առաջարկությունը չընդունեցին եւ ավելի մեծ, մի քանի անգամ մեծ հավանականությամբ չեկան իշխանության, ապա այդտեղ մի հարցեր կան առաջանալ, թե ինչու չեն ընդունում այդ հստակ ճանապարհը։ Իսկ այլ ուժերի հետ ձեր կուսակցությունը ունի քննարկումներ դաշինքով։ Հա, մենք քննարկում ունենք, այո, մենք քննարկում ունենք, հիմա հարմար չեմ գտնում ասեմ, բայց առաջիկայում ասեմ պարզ կլինի։ Եթե չեղավ էլ որ դաշինք լինենք, ապա մենք մենակ ենք գնալու, ընդ որում առաջընկնելով ասեմ, որ եթե այդ միասնական ճակատ գաղափարը, եթե ընդունելի դառնա անդիմադիր ուժերի կողմից եւ ճակատի մեջ գտնվող որևէ ուժ պարոն Ասլյանի եւ իր նկատմամբ կասկած ունենա, որ մենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք, ապա մենք այդ դեպքում կարող ենք չմասնակցել